2025-ին 2024-ի համեմատ քաղաքացիներն ավելի շատ են դիմել ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Աճել են նաև քաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերման դեպքերը, պայմանավորված սքրինինգային ծրագրերով, ախտորոշման ծառայությունների ընդլայնմամբ։ Մասնագետների խոսքով մարդիկ սկսել են հաճախ հետազոտվել, ինչը դրական ազդեցություն է ունենում նաև բուժման արդյունքների վրա։ Յուրաքանչյուր դեպք, մինչև բուժական գործընթացը սկսվել է, քննարկվում է ուռուցքաբանական խմբի, այսպես կոչված Tumor Board-ի կողմից, եւ խմբի կողմից ընտրվում է բուժման լավագույն եղանակը։ Վիրահատական բուժումների առումով, եթե ասեմ, կենտրոնի համալրվածությունը թույլ է տալիս, որ հատկապես վաղ փուլի քաղցկեղի դեպքում աստիճանաբար արդեն գերակշռում են ավելի փոքրացավալ, էնդոսկոպիկ եւ լապարոսկոպիկ եղանակներով կատարվող վիրահատությունները։ Կենտրոնում 2025-ին կատարվել է 9000-ից ավելի վիրահատություն, նախորդ տարի այդ թիվը 7500 էր, իսկ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքում ավելացել են ծախսերը։ Ոչ թե պացիենտների ծախսերը, այլ պետության եւ կենտրոնի ծախսերը այդ դեղորայքի ձեռքբերման հարցում, այսինքն եւ դա բնականաբար կախված է եւ նոր ծրագրերի հետ եւ պացիենտների դիմելիության աճի հետ։ Կենտրոնը 2025-ին ձեռք է բերել ճառագայթային բուժման ժամանակակից 2 սարք, որոնք ռադիոթերապիայի ժամանակ բարձր դոզայով ոչնչացնում են ուռուցքի բջիջները, պահպանելով առողջ հյուսվածքները։ Մեկը ակտիվ գործում է, մյուսը մոտ ժամանակաշրջանում արդեն կսկսի գործել եւ այդ ռադիոթերապևտիկ բուժումը եւս արդեն հասավ իր առավելագույն հնարավորություններին։ Տարին հագեցած է եղել նաև սքրինինգների պիլոտային ծրագրերով։ 2021-ից 25 թվականներին կենտրոնի շարժական մամոգրաֆը հետազոտել է շուրջ 36600 կնոջ։ Այս տարի եղել է 5 մարզում։ Միայն Գեղարքունիքում իրականացվել է կրծքագեղձի քաղցկեղի 8500-ից ավելի հետազոտություն։ Բոլոր հետազոտությունները, եթե ընդհանուր վերցնենք, 1% դեպքերում հայտնաբերվել է քաղցկեղ եւ բայց ինչն է ուրախալի, որ սկրինինգի շնորհիվ մենք քաղցկեղը 90%-ից ավելի դեպքում հայտնաբերել ենք վաղ փուլում։ Սկրինինգային ծրագրերը մինչև թողարկվելը իրենք շատ լուրջ ուսումնասիրություն են անցնում, որպեսզի ամեն ինչը լինի հիմնավորված։ Եվ այո, Հայաստանում արդեն բարեհաջող մեկնարկեց կրծքագեղձի սկրինինգային գործընթացը, որը որ վերջին տարիներին գործում էր մեր շարժական մամոգրաֆի օգնությամբ, այդ պիլոտային գոչված ծրագիրը բարեհաջող անցնելուց հետո արդեն մի շարք կենտրոններ միացան այդ ծրագրին եւ բարեհաջող կերպով նշված խմբի համար գործում է։ Գործում է նաև Հաստաղու Արգանդի պարանոցի քաղցկեղների սքրինինգային ծրագրերը։ 2026-ին ուռուցքաբանության կենտրոնը նախատեսում է ընդլայնել լաբորատոր հետազոտությունների հնարավորությունը։ Արամ Մարանդյան, Սերյան Անտոնյան, լուրեր։